Հայաստանի մարզերում աճող աղքատության դեմ է խոստանում պայքարել ուժեղ Հայաստան դաշինքը։ Վայոց ձորում արժանապատիվ կյանքի համար պայմաններ կան, նկատում են դաշինքի անդամները։ Պարզապես պետք է առաջնորդ, որը գիտի լավ կյանք ապահովելու ձևը։ Շատինից բռնած, Արենից վերջացած, ամբողջ Վայոց ձորը, գյուղերով, Զառիթափ, բոլոր գյուղերը ունենան աշխատանք, որ չգնանք մենք Մալիշկա, տեսնենք, որ մարդիկ ոչ բերքը կարող են, ոչ իրենց աշխատանքն են կարող վաճառեն, ոչ գործ ունեն, որ չփակվի այնտեղի գործարանները, որ գործ ունենան։ Մարզկենտրոն Եղեգնաձորում վայքում աշխատատեղեր են խոստանում բացել ուժեղ Հայաստան դաշինքի անդամները։ Դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանի խոսքով Վայոց ձորը պետք է դարձնել գինեգործության կենտրոն։ Մարդիկ գալու են Նորավանք, գալու են Եղեգնաձոր, գալու են Վայքի տարածաշրջան, որպես գինեգործական կենտրոն եւ վայելելու են։ Մենք ունենք մի ծրագիր զինվորականների համար, ինչ ենք անելու։ Զինվորականների տան վճարի կեսը ամեն տարի 1000 զինվորականի Հայաստանում տան վճարի կեսը պետությունն է փակելու, որպեսզի մարդիկ կարողանան տնավորվեն։ Ինձ թվում է Վայքում դա շատ կօգնի զինվորականներին, ովքեր կարիք ունեն բնակարան ունենալու։ Ուժեղ Հայաստանում իր հոգսերի հետ չպետք է մենակ մնա գյուղացին։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի համար անընդունելի է, որ գյուղացին ամբողջ տարի արդար քրտինքով բարիքներ է ստեղծում, բայց սեզոնին կրակն է ընկնում դրա ձեռքը։ Հատուկ ծրագիր ենք մշակել ու մշակելու Արարատյան դաշտավայրի համար, ինչքան հնարավոր է ամբողջ աշխարհին պետք է մենք ցույց տանք, ինչքան համեղ մտերքներ կան, մրգեր կան Արարատյան դաշտավայրում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք ձեր արտադրանքը էժան չվաճառեք։ Անուշահամ Ծիրանը, խաղողը, Արարատյան դաշտում հասունացող մեր մյուս բարիքները նաև վերամշակելու հնարավորություն պետք է ունենա գյուղացին, որ լավ գնով արտահանի բերքը, ասում է Կարապետյանը։ Արարատի մարզում, Արմավիրի մարզում շատ են աղքատները։ Դա ուղղակի ես համարում եմ մեր իշխանությունների անթողությունը բացարձակ։ Ես գիտեմ, որ իրանք հաստատ ձեր մարզերում էլ ասֆալտ արել են, բայց ասֆալտ արել են, որ ոչ թե դուք լավ զգաք, այդ միակ բանն է, որ իրանք կարողացել են անեն։ Արագ անում են, իրենց գռդոնը անում են, հետո պարտքերը թողում են մեր երկրի վրա, մենք էլ, հետո մեր երեխաները ամեն օր դրա մասին պետք է մտածեն, պատասխան տան։ Հայաստանում ապրելը երազանք պետք է լինի, ասում է ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդը։ Արարատ լեռանն այդքան մոտ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ ապրել է երջանկություն է։ Ինչքան շուտ մենք իմանանք ձեր խնդիրները, այնքան շուտ կմտածենք դրա մասին ու այդքան շուտ լուծումներ կգտնենք։ Դուք աշխարհի ամենաերջանիկ մարդիկ եք մի կողմից, որովհետև ամենամոտն եք կանգնած, ամեն օր նայում եք Արարատ լեռին, ամենամոտն եք մեր Սուրբ Էջմիածնին, դրա համար այդ կողմից իրոք ձեր բախտը բերել է, բայց ձեր բախտը չի բերել, որ ոչ ոք ձեր մասին չի մտածել այսքան ժամանակ։ 300,000 աշխատատեղ է խոստանում ստեղծել ուժեղ Հայաստանը, փոքր բիզնեսին ազատել հարկերից։ Իրենց երեխաները պետք է իմանան, որ մեծանալով չեն թողելու գնան երկիրը, այլ շարունակելու են իրենց ծնողների աշխատանքը։ Մինչև մենք չհասնենք դրան, մենք պետք է մոռանանք, որ Հայաստանում կարող է լինել ռեալ զարգացում։ Կարապետյանը կուզեր ոչ թե գյուղատնտեսների հետ հանդիպեր իր տանը, այլ դաշտերում, տեսներ ինչ վիճակում է այս տարի բերքը։ Բայց ասում է իրեն այդ հնարավորությունից զրկել է Փաշինյանի իշխանությունը, որովհետև վախենում են ժողովրդից։ Գաներ Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։